Տիկին Գալյան, այժմ վերջերս օրենք ընդունեց, որ եթե պարզվի, որ դիտորդն աջակցում է որևէ կուսակցության, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովում իրավունք ունի վարույթ հարուցել եւ ուժը գործած ճանաչել նրա այդ հավատարմագրումը որպես առաքելություն։ Այս իմաստով հետաքրքիր է ինչպես եւ ինչ չափանիշներով է որոշվում տվյալ առաքելությունը սատարում է որևէ կուսակցության, թե ոչ։ Եվ կներեք կարճ հարց կապված հանրային գերակաշարի հետ, միանշան կարևոր ենթակառուցված հասկային ծրագիր կա, որ արդեն մի քանի տարի է հնարավոր չի իրականացնել, խոսքը հարավ-արևմտյան թաղամասի այդ հյուսիս-հարավ ճանապարհի մի փոքր հատվածն է, որը պետք է ավարտին հասցվի եւ միանա հիմնական այդ մագիստրալին եւ այդտեղի անշարժ գույքի սեփականատերերը մշտապես խնդիրներ են ստեղծում, բարձրաձայնում։ Այս հարցը կլուծվի ձեր ասած նախաձեռնության շրջանակներում վերջապես։ Վերջին հարցի պատասխանը այո, ինչու որովհետև սեփականության իրավունքի փոխանցումը դատական վեճերով այլևս չի պայմանավորվելու եւ այդ դատական վեճերն են, որ պատճառ են ժամանակ երկարաձգման։ Իսկ ինչ վերաբերում է դիտորդական առաքելություններին, ապա մեր օրենսդրությունը շատ վաղուց կարգավորում է դիտորդների հետ կապված հարաբերությունների այն համատեքստում, որ դիտորդները պետք է լինեն անկախ։ Բայց մենք ունենք մի իրականություն, երբ դիտորդական առաքելություն իրականացնողների նույնիսկ կազմակերպության անունները նմանվում են կուսակցությունների կամ քաղաքական նախաձեռնությունների անուններին եւ արժի կողմից այդ նախագիծը, որ շրջանառվեց եւ ընդունվեց, միտում ունի բացառելու այս դեպքերը առաջնահերթ եւ մյուս դեպքերն արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատելու, այսինքն որը ազդեցություն կողմնակալ բացի այն գործառույթից, որ դիտորդը պետք է իրականացնի օրինակ անկախ առաքելություն եւ հետո զեկույցի տրամադրում։ Իրականացրել է այլ գործունեություն, թե չէ, օրինակ չգիտեմ, երբեմն շփոթում են վստահված անձի գործառույթների հետ դիտորդները իրենց առաքելությունը։ Եթե շեմը անցավ, յուրացրեց այլ անձի լիազորություններ, խառնվեց գործընթացի ընտրատեղամասում եւ այլն, եւ պահեց այնպես, ինչպես չի ենթադրում դիտորդի առաքելությունը իրեն պահել, այս դեպքում պետք է լինի համապատասխան միջամտություն, սրա մասին է խոսքը։